Նախ ասեմ հայտարարեմ, որ ես իմ գործունեությունը կասեցնում եմ ընկերներ։ Անցած անգամ ասուլիսին այ մեր հաշվապաներից ներկայացուցիչ կար եւ մեր Կարինեն կար, այնտեղ հարցնում էին դուք խոսում եք քանի հոգու անունից, քանի մարդի անունից։ Կոնկրետ Կարինեն ներկայացնում է 2000 ստորագրություն ենք հավաքել նրանց անունից, իր մեր բողոքը։ Հետո հարցրեցին ով է կասեցնում, որ դուք նման տիպի եք հարցնում, կասեցնող կա, ես եմ։ Խնդրեմ։ Իրինա Ասատրյան Սուրմալու տոնավաճառ ամսի 20-ից կասեցնում են գործունեությունս։ Ինչի համար։ Լսեք, ունեմ 18 տարվա գործունեություն։ 18 տարվա մեջ շատ օրենքներ են գրվել։ Իհարկե մեր համար նորից անհասանելի է եղել, նորից խնդիրներ են ունեցել, բայց լուծելու է եղել։ Այն տեսակ, որ չի խանգարել բիզնեսին։ Իսկ հիմա այս անորոշ գրված, խուճուճ-մուճուճ գրված իրանց օրենքը, իրանք էլ չեն հասկանում, ինչ են գրել, ինչ են պահանջում, մենք որտեղից հասկանանք։ Այդ բանից մեր հաշվապանային ներկայացուցիչ չկա։ Ինքը խոսում է, ասում է, անհնարին նման ձևով աշխատելը, այդ գույքագրումը կա, այդ տոկոսների բարձրացումը կա։ Եվ վերջապես այդքան տանջվում ենք հունվարի 1-ից մենք անում ենք այս հավաքներն ու միտինգները բացատրելով հարգելիներս ծանրությունն ընկնում է Մանրածախի վրա։ Մանրածախը ի վիճակի չէ ծանրությունը կրելու։ Հա հիմա իր փաստաթղթային առումի համար փաստաթղթերով ներկայանալու համար հաշվապահ պետք գրագետ հաշվապահ ինչա կատարվում հիմա հաշվապահների ասոցիացիայում իրենց մոտ էլ երակի քառակի բարձրացվում է գները ծառայության գների նկատի ունեմ ինչ են անելու նրանք եւ հարգելի պարոն Փաշինյան դիմում եմ ձեզ անձամբ որովհետեւ որտեղ դիմում ենք մեզ բացատրում են մի հոգուց է կախված այդ ամեն ինչը մի հոգի է որոշում Բան ներողություն է ձեր կողքին նստած մինիստրներն ու տեղակալներն ինչ են անում Ինչ եք այդտեղ, ինչ եք աշխատավարձ ստանում, եթե դուք այդտեղ հարց չեք անում, ներկայացնել, լուծել, պարզաբանել։ Դուրս եկեք։ Ասում եք մի հոգուց է կախված, այդ մի հոգու։ Ես չեմ ասում, իրենք են ասում։ Դուք եք ասում, նշում են։ Նշում եմ իրենց իր ասածը։ Իսկ ձեզ այդ մի հոգին չի ցանկանում, թե օբյեկտիվ չի համարում ձեր բարձրաձայնած խնդիրը, որպեսզի լուծի։ Իմ կարծիքը անձամբ, մի հոգին չի կարող հասկանալ ամեն ինչից։ Դա աբսուրդ է։ Եթե ինչ-որ մեկը գգա այստեղ կկաղանի կասի, ես ամենագետ եմ, հասկանում եմ աշխարհագրությունից, տեզերագնացությունից, հաշվապահությունից, բիզնեսից։ Ասել է շատ ճիշտ որոշում է շրջանառության հարգից։ Իսկ ինչի ասում, ներեցեք, ճիշտ է։ Իսկ ինչի ասում, որ իրենք մնացել են 7 տարի նույն դասանում։ Այդ չգիտեմ ես։ Բա այդ հարցը տվեք իրենց։ Որովհետև ոչինչ չեն արել։ Որովհետև այս բոլոր նշված ու ընդունված որոշումները սխալ են։ Հիմա դուք ասում եք կասեցնում եք ձեր գործունեությունը, այդ կերպ դուք ուզում եք հասկացնել, որ այլևս պահանջ եւ բողոք չունեք, թե Ոչ, հակառակը, սա էլ այո, իմը ինչ էին անում, այնպես հացադուլ։ Հացադուլ եմ հայտարարում, ասեմ ինչի, որովհետև ես ինքս թոշակառու եմ 64 տարեկան, ինչ է կարծում, ապրելու եմ 42000 դրամով 42800 դրամ է իմ 28 տարվա աշխատանքս գնահատել են 42800 դրամ։ Լավ, բայց ինչ ակնկալիքներ ունեք 7 տարի նույն դասարանում մնացած մարդկանցից։ Ոչինչ։ Ասում ենք, գիտեք, այսպես էին ասում, մի քաղաքականացրեք, հարգելիս ուրիշ ձև չի լինում։ Սա գնում է քաղաքական դաշտ, ու մենք չենք տանում, դուք եք տանում։ Դուք ինքներդ ձեր տգետ որոշումներով, ձեր Լավ, ես ամեն անգամ ասում եմ, գրում եք, լավ, այդտեղ մարդ չկա գրագետ, կարդացեք մի հատ, տեսեք ինչ է գրում։ Չեք հասկանում, եկեք ընդունեք այս բիզնեսմեններին հավաքեք ու ասեք, եկեք մի հատ ձեր ներքին կուխնյային էլ ծանոթանանք։ Միգուցե կա մի բան, որ մենք չենք հասկանում, ասենք ներքին կուխնյա գոյություն ունի, ամեն բնակավարում դա գոյություն ունի։ Եկեք ծանոթացեք անգամ այդ ներքին կուխնյային։ Ինչի եք խուսափում մարդկանց ընդունել, ինչի եք խուսափում մարդկանց լսել, դուք կորցրել եք ձեր լսողությունը, ընկեր ղեկավարներ, բոլորիդ է սա վերաբերվում։ Ինչ ակնկալի կարող եմ ունենալ, ոչ մի, արհամարում է վերջի ձևի, ամենը, ասեք ասի։ Ինջան, ես մի բան մեջ բերեմ, Փաշինյան ազգային ժողովում ասել էր, որ ըստ վիճակագրության շրջանառության հարկ վճարողների 61.7%-ը ցույց է տալիս մինչև 10 միլիոնի շրջանառություն։ Ստացվում է, որ օրը 27000 դրամի առևտուր են ընդամենը անում, սա ըստ նրա անտրամաբանական է եւ նշել է, ստացվում է այդ բիզնեսները տնտեսագիտական հաշվարկով իրականում պետք է գոյություն չունենային։ Հենց այս սրանով պայմանավորված ճիշտ որոշում է համարում շրջանառության հարկից հրաժարվելու քաղաքականությունը։
Շնորհակալություն պարոն Փաշինյան։ Վերջապես դուք ձեր գրածին արձագանքեցիք, այո, 27,000-ով բիզնես գոյություն ունենալ չի կարող։ Դա ինքնազբաղվածություն է։ Ու այս մարդիկ, ովքեր 27,000-ով գոյատևում են, աշխատում են, դուք պատկերացնում եք ինչ են անում, վճարում են տեղի հարկ, վճարում են հաշվապանների ծառայություն, վճարում են բանակի համար, վճարում են թոշակի ֆոնդ։ Մնացածն էլ արդեն այնտեղ տոկոսները իրենց արած առևտրից։ Վերջապես կարողացաք հասկանալ 27,000 դրամով գոյություն չի ունենա բիզնես, դա կոչվում է, ինչ եք խուսափում ամեն ինչ նշել իրենց անուններով, դա ինքնազբաղվածություն է, հարգելիներս, դա բիզնես չի։ Պատասխանեմ դրանով, կարծում եմ բավարար պատասխան է, գնացեք մտածեք ձեր գրած այդ օրենքների մասին ու լսեք, մի հատ օրենք են գրում, ես ուղղակի զարմանում եմ, ես չեմ հասկանում, ոչ օրենքներից ձեր գրած, ոչ ձեր, ինչ ասեմ, ապրելակերպից էլ երևի էլի, ուղեղից էլ, ոնց կարելի է գրել մի օրենք, որը տարածվի, աղջիկներ, գյուղատնտեսության վրա, ոսկու վրա, սնունդի վրա, բիզնեսի վրա, հագուստի, կոշիկի, խաղալիքների վրա, ոնց կարելի է, այդ մի օրենքը հնարավոր չի, որ տարածվի այդ ամեն ինչի վրա։ Առավել եւս, այնտեղ գալիս է խոշոր, այնտեղ գալիս է մեծածախ, գալիս է մանրածախ եւ ինքնազբաղվածություն։ Լավ, դες ոչ մեկ չի ասում, մենք մեռանք այստեղից գոռելով, բարձրաձայնելով, բողոքելով։ Հնարավոր չի։ Ուղղեք ձեր գրած սխալները, ուղղեք ձեր օրենքները։ Պետքա տարբերվի, ամեն բնակավար ունի իր խնդրեմը։ Պետքա դրա համար հատուկ ուսումնասիրվի։ Չգիտեմ ինչ ասեմ, արդեն 4-րդ ամիսն ասում են կասեցրեք այդ օրենքը, խայտարակ օրենքը կասեցրեք։